Այսօր մարտի 20-ին ժամը 21-ին Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքում տեղի կունենա ազգային լիգայի անցումային փլեյ-օֆի Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլային թիմերի հանդիպումը։ Վրացի երկրպագուների համար Թբիլիսիի քաղաքապետարանի և Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախաձեռնությամբ մարտի 20-ին Առաջին Հանրապետության հրապարակում կտեղադրվի մեծ էկրան, որտեղ կանցկացվի Հայաստան-Վրաստան ֆուտբոլային հանդիպման հանրային ցուցադրությունը։ Այսօր հարցազրույց ունեցանք Նինոց Մինդայի բնակիչների հետ, ովքեր կիսվեցին իրենց կարծիքով, թե որ թիմը կհաղթի այս խաղերում։ Երկուսն էլ մեկ է, մեկը հայրենիք է, մեկը մայր հայրենիք է։ Այս ցանկությունս է երկուսն էլ հաղթեն, բայց որը կհաղթե, էդիկ չեմ կարող ասել, երկուսին էլ հաղթանակ կցանկանամ։ Ինչ ասեմ, այդպես լավ բան չկա։ Կապրինք Վրաստան իհարկե հայերուն հաղթանակը որ քիչ եմ վրացիք լավ կխաղան, բայց թող հաղթանակը երկու գոլ արժանավույնն է թող հաղթի ծակ ջան։ Այդ կան կերնամ ես է, հատի ցավիլ չեմ կերնա։ Արժանավույնն է թող հաղթի։ Հավի როგორ գիտխտախլա անգարիշ վերգամովից նորմալիա, მაგრამ შემიძლია გითხრათ რომ უგულშემატკივრებს საქართველოს და მინდა რომ მოიგოს საქართველოს ნაკრებმა. სომხეთთან მიმართებაში ამ ეტაპზე დადებითი სტატისტიკა გვაქვს. 7 თამაშიდან 3 მოგება, 2 წაგება და 2 ნიჩია და იმედია დღეს ამ სტატისტიკას გავვლი. კიდევ ძალიან დიდი სურვილი გვაქვს, რომ გიორგი მიქაუტაძემ გაიტანოს გოლი, ვინაიდან სომხეთის დღევანდელი მწვრთნელი არის ის მწვრთნელი, რომელიც გიორგი მიქაუტაძეს აიაქსში წვრთნიდა და რომელიც არ აძლევთ ამას თამაშის საშუალებას, შესაბამისად ჩვენ ქართველი გულშემატკივრები განწყობილი ვართ, რომ გიორგი მიქაუტაძემ ერევანში უნდა გაიტანოს գոլը։ Հաճելի նորություն Նինոց Մինդայի ֆուտբոլասեր հասարակության համար։ Փարվանա հեռուստատեսության ուղիղ եթերով կցուցադրվի Հայաստան-Վրաստան խաղը։